Ռուսաստանի ծննդակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Երկու օրը այդ լուրը պատտվում է աջուցախ, նախ ժողովրդական բանահյուսության մեջ եղավ, թե գալիս եք, ուրեմն գալիս եք ընտրելու, իրավունքից եք գալիս օգտվելու, 5-10 տարի ստեղ չեք եղել 20 տարի, լավ եք անում գալիս եք, բայց բերեք նաև բանը, ինչ է անունը, կատարեք ձեր պարտքը հայրենիքի առաջ։ Սա իհարկե քննադատվում է այս հայտարարությունը ասելով, որ բան է, բանակում ծառայելը կամ այս 25-օրյա հավաքներին մասնակցելը նաև ձեր պարտականությունը, ճշմարտություն կամ է, չէ՞ էլի, հա։ Գուցե սա արվել է պրոֆիլակտիկ իմաստով, որպեսզի ուրեմն բանակային ծառայության համար դեռ պիտանի պահեստազորի տարիքի ինչքան է 53-ն է, 50 սպաների համար 53-ն է, շարքայինների սերժանտական կազմի համար 56 տարեկանն է, եթե չեմ սխալվում, եթե ինչ-որ բան չի փոխվել, էլի։ Բանը մինչև այդ տարիքի տղամարդկանց համար կարող է կանխարգելիչ հայտարարություն լինել, ասեն ախպեր, մեր ինչ շունն է սատկե, դուք էլ ձեր տված փողն էլ սամալյոտի տոմսն էլ մենք չենք գալիս, որտեվ 10 տարի այնտեղ չենք եղել ու 10 տարի չենք լինելու, կամ ենթադրենք տարեկան 2 շաբաթով գնացել ենք, եկել ենք, մի խոկարակը չենք ընկել, կանք ու մեզ տանեն բանակ, հա 25 օրով մեզ ինչ պետք է։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։